Մայիսի 18-ին ողջ աշխարհը նշում է թանգարանների միջազգային օրը։ Օրվա խորհրդին համահունչ բազմաբնույթ հետաքրքիր միջոցառումներ են մատուցվում հանրակրթարանների տարբեր դասարանների աշակերտների կողմից։ Նինոց Վինդայի շրջանում նույնպես արժևորվում է թանգարաններին նվիրված գեղեցիկ այս օրը։ Այսօր Նինոց Վինդայի երկրագիտական թանգարանում շրջանի թիվ 1 հանրային դպրոցի 9-րդ դասարանի սաները պատմության ուսուցչուհի Լուսինե Թանգամյանի հետ ներկայացրին շնորհանդես աշխարհի տարբեր ծայրերում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող թանգարանների մասին։ Միջոցառումն ունկնդրեցին մշակույթի և սպորտի ծառայության աշխատակիցները, հանրային դպրոցի ուսուցչակազմը, գլխավոր գրադարանի աշխատակիցներ և թանգարանի աշխատակազմը։ Քանի որ մայիսի 18-ը համարվում է թանգարանների միջազգային օր, մեր այսօրվա տոնը նվիրված է թանգարանների միջազգային օրվան։ Թանգարանների միջազգային օր մայիսի 18-ը նշվող ամենամյա տոն է, որը որոշվել է թանգարանների միջազգային խորհրդի 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում ռուսական պատվիրակության առաջարկությամբ և 1978 թվականից յուրաքանչյուր տարի այս տոնը նշվում է 150 երկիր, այդ թվում նաև Վրաստանը և Հայաստանը։ Աշխարհի ամենահին թանգարանը Աշուրբանեպալի գրադարան թանգարանն է, որը ստեղծվել է մեր թվակությունից առաջ 7-րդ դարում։ Գտնվում է Իրաքի Նինվե քաղաքում, սակայն առաջին թանգարանը համարվում է Կապիտոլյան թանգարանը, որը հիմնադրվել է 1471 թվականին Պապ Սիքստոս IV-ի կողմից։ Լուվրի թանգարանը հիմնադրվել է 1736 թվականին Նապոլեոն Բոնապարտի կառավարությամբ։ Նապոլեոն Բոնապարտը կառավարության տարիներին Լուվրի թանգարանի անդամներին ավելացրել է 4 փոքր բուրգեր և կառուցել է Լուվրի թանգարանի երկրորդ արկան։ Տոն, որ միշտ մեզ հետ է, տոն, որ հենց մերն է։ Այսպես կարելի է բնութագրել թանգարանների միջազգային օրը թանգարանների աշխատակիցների համար։ Եվ այդ օրը մեզ համար մայիսի 18-ն է, որն աշխարհում արդեն նշվում է 47 անգամ։ Ինչ խոսք ՅՈՒՆԵՍԿՕ-ի և թանգարանների միջազգային խորհրդի կողմից սա խորամանկ քայլ էր, որովհետև տարեցտարի զգացվում էր թանգարանների այցելուների քանակի որոշակի նվազում, այս պատճառով փաստորեն մարդկանց ուղղորդեցին կրկին թանգարաններ։ Տոնական տրամադրություն էր մեր 55-ամյա երկրագիտական թանգարանում։ Այս հիշարժան առիթով մենք այստեղ էինք հրավիրել Նինոց Վինդայի թիվ 1 հանրային դպրոցի 9-րդ դասարանցիներին։ Նշեմ, որ անչափ հետաքրքիր և բովանդակալից էր կազմակերպված միջոցառումը, հատկապես միջոցառմանը մեծ փայլ տվեց վիկտորինայի հարցերը։ Միջոցառման կազմակերպման համար իմ հոգաչափ շնորհակալությունը պատմության ուսուցչուհի Լուսինե Թանգամյանին, իսկ միջոցառման կայացման համար շնորհակալություն տեղի դպրոցի տնօրեն Դիանա Թումասյանին։ Չեմ ալարում կրկնել, որ նմանատիպ միջոցառումները ամուր-կամուրջ են ապահովում թանգարան-դպրոց հարաբերությունների համար։ Եվ քանի որ մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է, օգտվելով առիթից շնորհավորում եմ աշխարհի բոլոր թանգարանների մեր բոլոր գործընկերներին, ցանկանում եմ նրանց բարօրություն, արևշատություն, խաղաղություն ամենեցուն, թող աշխարհիս 4 ծալքերում բացվեն միշտ խաղաղ արշալույսներ, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել, ստեղծագործել և վայելել իրենց աշխատանքի պտուղները։ Շնորհանդեսի մասնակիցները ներկայացրին աշխարհի տարբեր անկյուններում գործող թանգարանների մասին։ Ընթացքում Լուսինե Թանգամյանն անցկացրեց մի փոքրիկ վիկտորինա։ Հարցերն ուղղված էին աշակերտներին, սակայն պատասխան հնչեց նաև հանդիսատեսի կողմից։ Որ լեզուն են հասկանում ամբողջ աշխարհը։
Էմոցիա։ Ինչն է, միշտ քո դիմաց է, բայց դու դա չես տեսնում։ Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրը եւ այդ օրվա կապակցությամբ մենք որոշել ենք ներկայացնել աշխարհի ամենահայտնի թանգարանները։ Շնորհակալություն ուշադրության համար։ Խորհրդային միության փլուզումից եւ Վրաստանի անկախացումից հետո այն փակվել է եւ նորից վերաբացվել է, այն դարձել է զբոսաշրջիկների կողմից այցելող վայր։ Փոքրիկ փայտե խրճիթ, որտեղ ծնվել է Յոսիֆ Ստալինը եւ ապրել է մինչեւ 4 տարեկանը։ Նրա հայրը եղել է Վիսարիոնը, նա եղել է կոշկակար եւ վարձել է մի փոքրիկ սենյակ եւ իր համար դարձրել արհեստանոց։ Այսօր եղաներ ինձ Բայց նվերմացուցեցին, որ իրենց խոսքով ես վերջիչեցի այս բոլոր ամեն ինչը։ Ուղղակի շնորհակալություն կանխոսի հարգի մեր ուսուցչուհուս Թանգամյանին, որ կազմակերպեց գեղեցիկ այս օրը եւ ասելով նրա ֆորմատով, որ ինչպես ներկայացեց այսօր, եղաներից դու գիտեք, որ ձեր տանը ունեք թանգարան, լավ մեծ թանգարան։ Որն է։ Ուշեր։ Իսկ ավելի մատերիալ, ուշերը մեր մեջ են, մենք ունենք ֆոտոնկարների ալբոմներ տանել։ Այն մենք հիշում ենք, որ տեսանք, թե ինչպես է զարգանում մարդկությունը, ինչպես է զարգացել արվեստի չորչյուղը, ինչպես է զարգացել այս կամ այն մարդկային հարաբերություններ լինի թե պատրաստ լինի թե ինչ-որ երջանիկորեն։ Իսկ այն որ դուք չտեսելով ձեր նախապապի կամ նախատատին գիտեք նրանց դեպքը ինչպիսին է եւ դուք ձեր տանը ունեցած թանգարանով օգտվում եք եւ գիտեք թե որտեղից եք եկել եւ ուր եք, դա շատ մեծ ապացույցն է, որ թանգարանները մեր կյանքում ունեն իրենց ուրույն տեղը։ Այսպես հանդիպումներ միշտ կունենան երկակի խորհուրդ, այն որ եւ թանգարանը ապացուցում է, որ իր աշխատանքը եւ այսօրվա տոնակատարությունը իսկապես տեղին է եւ երեխաներն, որ մենք կարողանում ենք երեխաները մերձեցնել իր պատմական արժեքների հետ։ Այն որ մեր շրջանում գործում է թանգարաններ եւ երեխաները արդեն վերջին տարիներս շատ դեպքերում իրենց նախաձեռնությամբ ես իմացել եմ ուսուցիչներից, որ իրենք են կամենում այցելել թանգարանները, դա նշանակում է, որ ինչ որ պատմական այն մեր գեները, մեր անցյալը երեխաներին հուզում է։ Նրանք ուզում են գտնել ինչ որ բան իրենց պատմության մեջ, իրենց ծնորեն պատմության մեջ եւ ճիշտ այն ասվածքը, որ չգիտենալով անցյալը չես կառուցի ներկան ու ապագան։ Եվ այսպես նրանց օգնող հենց այդ հիմքը, որ մեր ուսուցիչները օգնում են, որ երեխաները գիտենան եւ պատմությունը եւ գիտենան պատմական այս երևույթներով, որ ունենք մեր շրջանում կան մեր թանգարանները, կան մեր պատմական վայրերը, կան հուշարձանները, որ գիտենալով, իմանալով թե ինչպես են ապրել իրենց նախները, դա կօգնի իրենց կառուցել իրենց թեկուզ եւ գիտական, թեկուզ եւ ապագա աշխատանքային ինչ որ մասնագիտական մասնակցություն ունենալու գործերում, այն որ այս օրերում իսկապես այս գեղեցիկ օրերում, որ պետությանը նշում է ընտանիքի սրբության օրը, դա եւս մեծ հանգամանք է, որ երեխաները իրենց ընտանեկան այն արժեքները, որ ունենք մեր տանը, ես այսօր նշեցի երեխաներին, թե ինչ ունենք մեր թագանում եւ չկարողացան ասել դա մեր հին ֆոտոնկարներն է, որպեսզի իրենք ուսումնասիրելով, իրենք գտնալով իրենց անցյալ, իրենց տատերին, պապերին, դա կլինի նրանց մեծ օգնություն։ Այնպես որ եւ մեր քաղաքապետարանը այսօր աջակցեց եւ թանգարանին եւ դպրոցներին, որպես երեխաները ել ավելի ունենան գիտելիքներ, թե ինչպես ենք մենք ստեղծում այս օրերը, որ նրանք գիտենան, որ մշակույթը, արվեստը, այն ամենը, ինչ պահպանվում է մեր շրջանում, դա նրանց համար է, որ կարողանան իրենք օգտվել եւ գրադարաններից, եւ թանգարաններից, եւ գիտենան, թե ինչ հարստություն կարելի է ունենալ այս բոլոր ուսումնասիրելով։ Նինոցվինդայի երկրագիտական թանգարանն ունի 55 տարվա պատմություն։ Սա մի վայր է, որտեղ մեր պատմությունն է, մեր նախնիների կենցաղն ու կերտած մշակույթը, մեր փառքով պսակված հաջողություններն ու ձեռքբերումները։
Այստեղ կան իրեր, որոնց պատմությունը տանում է 1915 թվականից ավելի վաղ ժամանակներ։ Երկրագիտական թանգարանը պատմում է հայրենական մեծ պատերազմի մասնակցած անձանց ու անունների մասին, ներկայացնում նմուշներ պահպանված ռազմական տարիներից։ Այսօրվա այցելուների համար օրը հագեցած էր հետաքրքիր միջոցառմամբ, որն ավարտվեց փոքրիկ էքսկուրսիայով։